Մածունի հիմքով պատրաստված կերակուրները շատ են, դրանցից զովացնողն ու առողջարարը մածնաբրդոշն է, որը բուն հայկական է։ Շատերիս հայտնի է նաև ակրոշկա անվանումով։ Կաթի և կաթնաթթվային հիմքի վրա պատրաստող կերակրատեսակները հայկական խանութում շատ են, մածնաբրդոշը դրա սառը մատուցվող տարբերակն է։ Մածնաբրդոշը հայկական խոհանոցի ավանդական ուտեստ է, որի հիմքում մածունն է։ Այն ծագել է Հայաստանի գյուղական շրջաններում, հատկապես Արարատյան դաշտավայրում, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Հայկական լեռնաշխարհում մածունը գործածվել է անհիշելի ժամանակներից, սակայն մածնաբրդոշի մեզ ծանոթ ավանդական տարբերակի առաջացման մասին տեղեկություններ հասել են միջնադարից։ Հնում մածնաբրդոշի մեջ օգտագործվել է միայն մածուն, կանաչի և աղ, քանի որ վարունգը Հայաստանում լայնորեն տարածվել և մշակվել է ընդամենը 16-ից 17-րդ դարերում։ Այսպիսով մածնաբրդոշի նախնական տարբերակը շատ պարզ էր՝ թարմացնող և դյուրամարս, հատկապես ամառային շոգ օրերին։ Ավանդական մածնաբրդոշի մեջ վարունգ, մածուն և սամիտ։ Իհարկե տարատեսակներ կան այլ հավանականություններով, նույնիսկ ռեհանի համադրությամբ, նույնիսկ արդեն վերջերս նույնիսկ լոլիկով են պատրաստում, բայց ավանդականը վարունգի վրա է հիմնված։ Ավանդական հայկական տարբերակում չեն օգտագործվել ոչ ձու, ոչ այլ բանջարեղեն կամ միս, ինչով էլ այն տարբերվել է ռուսական ակրոշկայից և նմանատիպ տեսակներից։ Ինչպես են մերոնք պատրաստում մածնաբրդոշ։ Մածունը խառնում են ջրով, ստանալու թթվաշ և շիճուկի նման լուծույթ։ Վարունգը մանր կտրատում և խառնում են մածնի հետ։ Ավելացնում են աղ և մանր կտրատած կանաչիներ։ Մածնաբրդոշի տարբերակներ կան նաև ռուսական խոհանոցում, ակրոշկայի տեսքով։ Մի քիչ տեսեք հիմքը նախ նույնը չէ, որտեղ մածունը և կեֆիրը կամ այլ տարբերակ մենք իհարկե սովետական ժամանակաշրջանում ուզում էինք մոտեցնել կամ համարում էինք ինչ-որ մոտիկ կաթնաթթվային մթերք, բայց այնուամենայնիվ մածունը մի քիչ այլ կառուցվածք ունի, իսկ կեֆիրը մի քիչ այլ, այնտեղ մածունի հիմքի վրա չի պատրաստվում։ Բացի դրանից, այնտեղ ներառված են նաև տարբեր տարատեսակներ, ընդհուպ խաշած ձու են ավելացնում, նրբերշիկ և այլն, տարբերակները շատ են։
այստեղ նույնիսկ կարելի է ուրախանալ, որ տարատեսակներ կան եւ մեզ մոտ եւ ինչու ոչ մեր հարևանների մոտ մշակութային ժառանգությունը հենց դրա համար էլ գոյություն ունի, որ հարաբերվեն հարևանները, ազգերը։ Այո, մածնաբրդոշը նույնպես ունի մշակութային նշանակություն։ Այն կապված է գյուղական կյանքի, մածունի մշտական օգտագործման եւ ավանդույթների հետ։ Մածնաբրդոշը ձևավորվել է հայկական ավանդական խոհանոցում եւ փոխանցվել է սերնդեսերունդ։ Պարզ, թարմացնող եւ յուրահատուկ այս ուտեստը բուն հայկական է։